Washington Post-ը նույնիսկ գրել է, թե ստարտը դված է Պուտին հիբրիդային պատերազմին։ Ինչ են ռիսկերը, Վաղոփուշուտյան։ Washington Post-ը մի կողմից դա գրում է, բայց մյուս կողմից էլ New York Times-ը անհանգստություն է հայտնում եկեղեցու հետ կապված այս իրավիճակի հայ եկեղեցու, այսինքն տեսանելի է, որ մեծ փողեր են ծախսում այդ հիբրիդային պատերազմի շրջանակներ, նույնիսկ Միացյալ Նահանգներում։ Մենք կարող ենք կռահել Տակեր Կարլսոնը հնչի քնեց զարթնեց հանգած որոշեց Սամվել Կարապետյան օլիգարխի ինչ որ ազգականին հրավիրի, որը ոչ նորմալ անգլերեն է կարողանում խոսալ, այլ չեմ խոսում նրա մասին, որ անհեթեթ ինչ որ բաներ էր խոսում ու Տակեր Քարսոնը նույնը վերջում չէր էլ հասկացել որ երկրի մասին որ երկրի մասին է ստատուս էր գրել էր նկարվել էր ուրեմն այդ Ամստերդամներ Նարեկ Կարապետյաններ ինքը մեջտեղ ու վերևը գրել է Զելենսկին Ուկրաինայի եկեղեցու դեմ արշավ է սկսել բայց շուտ բաներ էր գրել խառնել էր որ երկրի մասին է այս ինչ որ գիտի որ եկեղեցու դեմ ինչ-որ ինչ որ բան է եղել բայց չգիտի կոնկրետ ում հետ ինչ է խոսում էլի որտեվ գիտեք ամերիկացիների մոտ չնայած ընդունված է իրանք Ամերիկայից այն կողմ շատ ինֆորմացիա չունեն հա հատկապես պարզ քաղաքացիներ, բայց նույնիսկ այդ կարգի մարդիկ, ասենք Բարսաշչյան լրատվական ուրեմն ներկայացուցիչները կամ նախագահան նույնիսկ մեկ-մեկ խառնում է, չէ, Հայաստան, Ալբանիա ասում եւ այլն, հա